Փոխակերպման ապացույցները։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ քրիստոնյաները պետք է քննեն կամ ստուգեն իրենց տեսնելու, թե արդյոք հավատքի մեջ են։ Երկրորդ Կորինթացի 13:5 խոսք։ Սակայն որպեսզի նման ստուգումը ճիշտ լինի, մենք պետք է ունենանք ճշմարիտ չափորոշիչ։ Իմաստուն չի լինի ինքներս մեզ դատել ըստ մեր սեփական կամ ուրիշների կարծիքների։ Աստծո խոսքն է այն միակ ճիշտ չափորոշիչը, որով կարող ենք դատել մեր հավատքի իրական լինելը, որպեսզի աճենք այն վստահության մեջ, որ փրկված ենք։ Հովհաննեսի առաջին թուղթը գրված է հենց այս նպատակի համար։ Հովհաննեսը գրում է. «Այս բաները գրեցի ձեզ Աստծո որդու անվանը հավատացողներիդ, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք»։ Ա Հովհաննես 5:13։ Այս թղթում մի քանի հատկանիշ է նշում, որոնք ինչ-որ չափով պետք է դրսևորվեն ամեն ճշմարիտ քրիստոնյայի կյանքում։ Ըստ նրա, թե որքանով են այս հատկանիշները դրսևորվում մեր կյանքում, կարող ենք վստահ լինել, որ ճշմարտապես ճանաչում ենք Քրիստոսին և վերափոխվել ենք նրա զորությամբ։ Հետևյալ պնդումներում ամփոփված են իրական փոխակերպման նշանները։ Լավ կլիներ, եթե դրանց լույսի ներքո ուշադրությամբ և աղոթքով քննենք ինքներս մեզ։ Առաջի. Քրիստոնյաները քայլում են լույսի մեջ։ Ա Հովհաննես 1:5-7 խոսքեր։ Քրիստոնյաների բնավորությունն ու վարքագիծը աստիճանաբար փոխակերպվելով համապատասխանում է Աստծո կամքին, որը նա հայտնել է մեզ Աստվածաշնչում։ Եվ երկրորդ. քրիստոնյաները զգայուն են իրենց կյանքում առկա մեղքի նկատմամբ և խոստովանում են այն։ Ա Հովհաննես 1:8-10 խոսքեր։ Քրիստոնյաները դիմադրողականություն չունեն մեղքի նկատմամբ, այլ պայքարում են դրա դեմ։ Քրիստոնյաների կյանքին հատկանշական են ապաշխարությունը, խոստովանությունը և աստիճանական հաղթանակները։ Եվ երրորդ. քրիստոնյաները պահում են Աստծո պատվիրանները։ Ա Հովհաննես 2:3-4 խոսքեր։ Քրիստոնյաները վարվում են արդարությամբ։ Ա Հովհաննես 2:29 խոսք։ Եվ մեղքը չեն դարձնում իրենց կենսաոճը։ Ա Հովհաննես 3:4-9 խոսքեր։ Քրիստոնյաների կյանքին հատկանշական է այն, որ նրանք փոխակերպվում են համապատասխանելու Աստծո կամքին, ինչպես նաև հատկանշական է խոստովանությունը և ապաշխարությունը, եթե շեղվել են Աստծո չափորոշիչներից։ Սա չի նշանակում, որ քրիստոնյաները ունակ են կատարելապես հնազանդվել Աստծո պատվիրաններին, այլ որ նրանց ապրելակերպը արտացոլում է Աստծո պատվիրանների հանդեպ նոր և աճող գնահատանք, ինչպես նաև շարունակական աճ դրանց հնազանդվելու հարցում։